2009 թվից մինչև այսօր ամեն օր ճարտարապետության մեջ է։ Քարարտադրությունն էլ ու ընդհանուր առմամբ արտադրությունը ինքը իրանով էլ ստեղծագործ կյանք է։ Ես ֆիլտրում եմ շուկան ու ներկայացնում եմ բացառապես լավ կազմակերպություններին։ Համախմբելը դեռևս մեր արտադրողներին մեր մոտ այդքան էլ լավ չի ստացվում։ Եթե սովորական մարդը մի անգամ մտնում է իր տան համար կահույք առնում, դիզայները ամիսը 4 պրոյեկտ անում, կարա 4 տարբեր տան համար այդ նույն կահույքը նույն խանութից առնի։ Քանի դիզայն ճարտարապետական ստուդիա կա Հայաստանում։ Մի քիչ էլ աճեի, մի քիչ էլ հասնեի այդ մակարդակին, ես տեսնում եմ դուք ում հետ եք աշխատում, ում եք գցում նոր ոնց որ զանգեի։ Չկա ոլորտ առանց խնդիրների։ Մի քանի տարի առաջ արվեստանոց կրծք ինտերնետ չունեին։ Տես շուկան վերաձևավորվել է, եթե արտադրողի տեսանկյունից խոսենք։ Տանը ցայտաղբյուր էին հավաքում։ Ողջույն բոլորին, այսօրվա Stone Talks-ի հյուրն է Ռոզա Սամվելյանը, ճարտարապետ տարեգրքի գլխավոր խմբագիր։ Ռոզա ջան, ողջույն։ Բարի ողջույն Դարան ջան։ Ուրախ եմ քեզ տեսնել մեր տաղավարում ու այսօր վստահ եմ, որ լավ քննարկում ենք ունենալու։ Խոստանում եմ։ Այդ ամենակարևորն էր։ Արի սկսենք հենց ճարտարապետ տարեգրքից։ Ում համար է տարեգիրքը, ինչ փոփոխություն է տալիս թե դիզայներներին, թե օգտագործողներին, այսինքն սեփականատերերին։ Շատ լավ, ճարտարապետ տարեգիրքը ոնց որ իմ հիմնական շարժիչ ուժն է, միշտ ասում եմ համեմատում եմ տղայի հետ, ասում եմ մեծ տղես է։ Ճարտարապետ տարեգիրքը ստեղծվել է շատ վաղուց ու իր նպատակն էր ոլորտը համախմբել, երբ որ առաջի համարը տպագրվեց դա 2010-11 թվականներ, ու այն ժամանակ ճարտարապետության դիզայնի մեջ ոչինչ չկար, կարելի ասել համախմբող, ու ինքը եկավ տենց ամփոփելու մարդկանց իրանց արած աշխատանքը տեղը ցույց տալը, որովհետև մարդիկ կային, որ ուղղակի կոնտակտ իրանցից չէր կարա գտնել, ամեն մեկը ուներ իր պատվիրատուները, իր արվեստանոցում իրանց համար փակ աշխատում էին։ Ու ոնց որ եկավ ճարտարապետ տարեգիրքը, ասեց, բա մի հատ ցույց տվեք ով ինչ է անում, որ մեկը ինչ պրոյեկտ ունի, ու դա շատ լավ ողջունվեց բոլորի կողմից, ու շատ արագ առաջին համարը ստեղծվեց, ու մինչև հիմա ամեն տարի ինքը տարեգիրք է, ոնց որ ամփոփում է նախորդ տարվա կատարված լավագույն պրոյեկտները, լավագույն արվեստանոցների, անհատ դիզայներների կողմից արված։ Ճիշտ եմ հասկանում, այսինքն այն մարդիկ, ովքեր նոր են ուզում տուն կառուցել, ինչ որ ճարտարապետների են ման գալիս կամ դիզայներական ընկերությունների են ման գալիս, դա նաև իրենց համար է։ Հա, իհարկե, այնտեղ կոնտակտներ կան, այսինքն դու բացում ես էջը, դեմքն է, ամենակարևորը մարդուն տեսնում ես ով է, կոնտակտները կա եւ հետո արած աշխատանքն է, առանց ավելորդ տեքստային, հոդվածային բարձրագույն բաների։ Դու ուղղակի նայում ես պրոյեկտը դուրդ եկավ, ես մարդու ձեռագիրը հավանեցիր, վերևում համարը կա, անունը կա, զանգում ես, ասում ես բարև ձեզ։ Ինքը կարող է ինչ որ մի կետում, քանի որ ես ունեմ ու թերթում եմ, հարց կա, ինքը կարող է ինչ որ մի կետում դառնա նաև պրոդուկտների համար տարեգիրք, այսինքն տրենդային պրոդուկտներ, մատակարարներ եւ այլն։ Դե սենց տենենց իր մեջ կա, իր վերջի մոտ 20 կամ մաքսիմում 30 էջը լինում է գովազդներ, ծառայություններից եւ խանութներից այն բոլոր պրոդուկտները, որ կգնի ճարտարապետը կամ դիզայները։ Այս տարի ասեմ ավելի նորություն ունենք, դեռ չի տպագրվել այս տարվա համարը, բայց այս տարի ավելացրել են կառուցապատողներ բաժին։ Արդեն նաև կարելի է շինարարներից զատ տեսնել կառուցապատողներին։ Ոնց որ ինքը բլոկներով գնում է ճարտարապետական արվեստանոցներ, անհատ դիզայներներ, հետո շինարարներ, հետո կառուցապատողներ, հետո գովազդներ։ Այդ ձեր ասած հուսում եմ մյուս տարվա տարեգրքի մեջ արդեն մեր արտադրողների համար էլ բլոկ կունենանք։ Ընդհանուր առմամբ արտադրողներ, որովհետև երբ որ ես խորը ուսումնասիրեցի, ոչ միայն քարարտադրողների, նաև կահույքագործների, պրոցեսները նույնն են, իրանք գլոբալ առումով, թե հաստոցային առումով, թե մշակման պրոցեսների առումով, երկուսն էլ իրար շատ մոտ արտադրողներ են, ուղղակի նյութերն են տարբեր, այսինքն հաստոցները գլոբալ առումով նույնն են։ Ու արտադրողների մասին, քանի որ ես հիմա արտադրողների տենց լավ ջատագովն եմ, արտադրողների մասին ինչքան շատ խոսենք բոլորս, այդքան իրենք էլ ոնց ես ասում, այն ժամանակ, երբ որ ճարտարապետ տարեգիրքը նոր պետքա թողարկվեր կամ առաջի անգամ էր, ճարտարապետներին գրեթե ոչ մեկ չգիտեին, մարդիկ իրանց անկյունում, իրանց ստեղծագործական կյանքով էին ապրում։ Ես համարում եմ, որ քարարտադրությունն էլ ու ընդհանուր առմամբ արտադրությունը ինքը իրանով էլ ստեղծագործ կյանք է ու պետք է իրանց էլ ինչ որ մի ձևով բարձրաձայնել, ցույց տալ
Հիմա շատերն են տենց անում ու շատերն են մարքեթինգային տեսանկյունից որպես գործիք դա օգտագործում, այսինքն դեմքը, ով որ ղեկավարում է։ Քանի որ եկանք մարքեթինգային բլոկին, հա, դու շատ ակտիվ ես սոցիալական կայքերում, շատ ակտիվ ես ամեն տեղ ընդհանուր առմամբ ձեր ոլորտում, բայց սոցիալական ոլորտում, կայքերում էլ ես ակտիվ ու շատերը քեզ գիտեն որպես ճարտարապետական բլոգեր Ռոզան։ Այո, չեմ սիրում այդ բառը, բայց արդեն տենց են ասում։ Դե հիմա ունենք այն ինչ որ ունենք։ Այո։ Ճարտարապետ տարեգրքից հետո ես ասեմ, որ ես քո երևի թե ամենաառաջի հետևորդներից եմ եղել Ջան, չգիտեմ։ 16-17 թվականներից ու հիշում եմ քո Ամենասկզբից։ առաջի լուսանկարներն ու փոստերը, երբ որ քաղաքի ինչ որ մի հատ շենքի դեկոր նկարում էիր, տեղադրում էիր ու հասկացա, որ դու ես մեր պատմության ջատագովը։ Այդ մասին մի քիչ կուզեմ որ պատմես, որտեղից տենց շատ արագ զարգացավ քո մոտ այդ ուղղությունը ու հիմա կարելի ասել 80% ճարտարապետ դիզայներները համախմբված են շատ բարձր չեմ ասի, բայց քո շուրջ։ Իրականում էջերն էլ են ստեղծվել ճարտարապետ տարեգրքի հենքի վրա, քանի որ կապերը կար, ծանոթությունները կար, ես ամեն օր լինում եմ ինչ-որ արվեստանոցում, մի օր երբ որ Facebook-ը շատ մտավ մեր կյանք, այն ժամանակ Instagram-ը ավելի քիչ էր, ես տենց որոշեցի, որ կարելի է գրել, որ օրինակ այսօր եղել եմ Ջիմ Թորոսյանի արվեստանոցում, իսկ ես եղել եմ, այդ թվերից ես կամ ու շատ հետաքրքիր էր այդ մարդկանց տեսակը, իրանց արվեստանոց, այնտեղ ամեն ինչ պատմելիք էր։ Ու ես տենց իմպուլսիվ սկսեցի գրել, էջը կար, գովազդային նպատակներով սարքած էր, բայց չէինք աշխատացնում։ Ու երբ որ 1-2 փոստ արեցի, իսկ ես նախապես հավաքել էի ինձ ծանոթ ճարտարապետներին, ընկերության հայտ էի ուղարկել, այնտեղ հավաքված էր ինչ որ զանգված ճարտարապետների ու շատ արագ սկսեցին ռեակցիա տալ, կոմենթել, մեկնաբանություններ գրել եւ այլն, զգացի, որ սա հետաքրքիր է մարդկանց։ Բայց մոտ 6 տարի ես այդ էջը վարում էի առանց բացարձակապես երևալու։ Էջը կար, ամենօրյա նյութերը գնում էր, ինչ կառուցվեց, ինչ քանդվեց, ինչ խանութ բացվեց, որ արվեստանոցում եղա, որ ճարտարապետի ծնունդն է, բայց բացարձակ չէր երևում դա ով է գրում։ Ու մեծամասնության կարծիքով այդ էջը վարում էր 40-անց տղամարդ ճարտարապետ։ Հետո որ ես սկսեցի երևալ, շատ զարմանում էին, նույնիսկ տենց դեպք ա եղել, որ ինձ տեսել են, ասել են՝ «Վայ, դու այն էջի տղեն ես», բայց ես իրանց դիմաց կանգնած եմ։ Ու հետո, երբ որ արդեն շատ եղան հանդիպումներ եւ այլն, այսինքն մարդը գնում էր արվեստանոցը նկարում էր փոստ էր անում, բարձա մարդը տեսնում էր, որ դա արդեն դու ես, երբ որ այդպես մեծ ծավալի արդեն ճանաչելիություն եղավ, սկսեցի նոր երևալ։ Ու ինքը ավելի շատ սկսեց ոնց որ իմ շուրջ ծավալվել, բայց դա շատ երկար տարիների ընկերության, գործընկերության աշխատանքի ոնց որ ձևավորված արդյունք է, էլի այդ էջը տենց չէր որ հիմա օրինակ շատ կան էջեր բացվում են, լավ մարքեթինգ են անում, գովազդ են անում ու մեկ էլ էջը դառնում է public։ Բայց ես միշտ ասում եմ, որ իմ երկու էջերի վրա եւ Instagram-ի եւ Facebook-ի $1 գովազդ երբեք չի եղել ու այն մասան ինչ որ կա հավաքվել է ինքնուրույն սկզբից իմ ձեռքով, հետո արդեն Այդ էսպային ամենակարևոր բաներից է սոցիալական մեդիա դաշտում ու երբ որ գովազդների բանը հա ակտիվությունը շատ բարձր է ալնում, էջը շատ շուտել մահանում է։ Ու մի հատ դիտարկում անենք, մենք չգիտեմ մեր հեռուստադիտողը գիտի թե չէ, ես ես վերջերս եմ իմացել, որ դու մասնագիտությամբ ոչ ճարտարապետ ես, ոչ դիզայներ ես, այլ ինչը շատ օգնում է իմ լրագրող ես, այո, ու երբ որ հա ընկերական շրջապատներում իմ ու քո հա զրուցում ենք, բոլորի մոտ հենց այդ բանն է, որ քո մեջ աշխատել է լրագրողի ֆունկցիան ու այդ լրագրողական աշխատանքի արդյունքում դու կարողացել ես համախմբել կոնկրետ ոլորտ։ Ինչի ընտրեցիր հենց այդ ոլորտը։ Տեսեք, իրականում դա շատ օգնում է, որ դու նեղ մասնագետ չես, ես միշտ ասում եմ, որ չունեմ ակադեմիական կրթություն ճարտարապետի, որը տևում է 4 տարի կամ մագիստրատուրա 6 տարի, ես 2009 թվից մինչև այսօր ամեն օր ճարտարապետության մեջ եմ եւ խոսել եմ, հանդիպել եմ լավագույն ճարտարապետների հետ եւ ամեն օր լինում եմ շինհրապարակում, այսինքն իմ մոտ եւ տեսականը կա եւ պրակտիկան կա, բայց քանի որ ես ներքուստ ոգեշնչված ճարտարապետ չեմ ու ինձ չեմ երևակայում այդպիսին,
շատ հեշտ է ինձ կողքից ոլորտը համակարգել անաչառ կերպով ու մաքսիմում այլ տեսանկյունից, սենց ասեմ։ Երբ որ ես լինեի իրանց մեջի մարդ, ես կլինեի կրիտիկ, իմ ճաշակով, իմ ձևով չէի կարողանա այսքան մարդու համարժեք ու հավասար լուսաբանել, իրանց հետ գործ անել, ընկերություն անել եւ այլն։ Մեր ամենալավ ճարտարապետներից, դիզայներներից միջև ամենասկսնակները, երբ որ ավարտում են պրոյեկտը, ասում են Ռոզա ջան, մի հատ արի տես ինչ ենք արել, որովհետև իրանք գիտեն, որ ես միջև այդ լիքը մեծ ճարտարապետների ու շատ մեծ ու փոքր գործեր տեսել եմ ու կարամ անաչառ գնամ ասեմ որպես ստուգիչ հանձնաժողով ես էլի հանդես ռեստորանային մարդիկ կան, չէ՞, երբ որ մտնում են ռեստորաններ, փորձարկում են ու իրանց բանը շատ կարևոր է, հետադարձ կապը։ Դու ոնց որ դարձել ես այդ ոլորտի հետադարձ կապ ապահովողը ոչ միայն դիզայներների համար, այլ նաև ընդհանուր առմամբ այդ ոլորտով հետաքրքրվողների, քանի որ բոլորս գիտենք, որ այսօր մեր երկրում ի ուրախություն մեզ բոլորի շինարարական բում է ու բոլորին հետաքրքրում է նոր թրենդները, նոր ինչ-որ դիզայներական կամ ճարտարապետական ստուդիաները ու այդ ամեն ինչը կարելի է գտնել քո էջում։ Ընդհանուր առմամբ ոնց է հեշտ է աշխատելը խմբակային, հա, մարդկանց զանգվածի հետ, ոլորտային, ովքեր եթե լինեին 90-ականներին իրար կոնկուրենտ կանվանեին։ Ես իմ ամենամեծ աշխատանքային ձեռքբերումներից մեկը դա եմ համարում, որ իմ այսքան տարվա աշխատանքի արդյունքում ու դա ես չեմ ասում, բոլորն են ասում, որ կարողացել եմ մի բան փոխել այս ոլորտում, կարողացել եմ իրանց համախմբել մի գաղափարի, մի բանի շուրջ ու իրանք կարողանում են այս պահին ընկերություն անել իրար հետ։ Իրանք բոլորը առանձին շատ լավ մարդիկ են, բայց քանի որ նույն ոլորտն է, կա կոնկուրենցիա, կան գործեր, հետո այն թվերին մի քիչ ուրիշ էր, կային 5-6 հոգի օլիգարխներ, որոնք ունեին իրանց ճարտարապետները ու մի հատ գործ, եթե դու մի օլիգարխի մոտից փոխվում է իրեն մեկն էր գալիս արանք մտնում, այդ մարդու ճարտարապետական օլիգարխների մասին չէ՞ խոսում։ Կարար այդ մարդը կյանքում հեղաշրջում լիներ, որովհետև ինքը ամբողջ կյանք սնվում էր այդտեղից։ Հիմա մի քիչ դարն էլ փոխվեց, պատվիրատուները փոխվեցին, մոտեցումները փոխվեցին ու այդ կոնկուրենցիան էլ շատ մրցակցություն ես իմ ինչ կարգի չի ու այս մարդկանց մնում է իրար հետ ուղակի շփվել, խոսալ, փոխանակվել փորձով եւ այլնով խմել, ինչի՞ չէ տուրերի գնալ։ Դրա համար երբ որ բայց մեկը պետք էր այդ խմորիչը պետք էր որ ասեր, գիտես Տարոն ջան, Պողոսը շատ լավ մարդ է, արեք այսօր մի հատ իրար հետ մի սեղանի շուրջ ծանոթացնեմ ձեզ խանութի բացմանը գնանք կամ այս Ինձ թվում է նաև դրան շատ մեծ ազդեցություն է ունեցել էլի շինարարական բումը, որովհետև հիմա բոլորը հագեցած են պատվերներով, բոլորը միշտ ունեն պատվերներ։ Միանշանակ։ Ու դա էլ է օգնում, որպեսզի իրար կոնկուրենտի աչքով չնայեն, նույնը նաև մեր ոլորտում է։ Ես շատ հաճախ եմ, հա, զուգահեռներ տանում ճարտարապետական, դիզայներական ոլորտի ու մեր ոլորտի մեջ ու շինարարական բումը 2-3 կողմանի կահույքագործների արտադրական ընդհանուր առմամբ շինարարական ծառայություններ մատուցելու շուկայի վերաբերյալ շատ մեծ դրական ազդեցություն է ունեցել ու այդ նաև ոչ միայն երբ որ ասում են որ շինարարական բումը մեծ տնտեսական աճ է տվել, այդ տնտեսական աճի մեջ կանք նաև մենք բոլորս։ Միանշանակ, այո։ Ու շատ լավ է լինում ու շատ լավ պրոյեկտներ են ստացվում, մանավանդ երբ որ դիզայներները, ճարտարապետները, մատակարարները, բրենդները կամ տեղական արտադրողները իրար հետ հարաբերվում են որպես գործընկերներ, ոչ թե որպես պատվիրատու ու մատակարար։ Այն օրը զրուցում էինք Լուիզայի հետ դիզայներ ու հենց այդ թեմայի վրա հանգեցինք, որ բոլոր խնդրահարույց պրոյեկտները, որոնք շատ են ու եղել են, կան ու լինելու են, հիմնական խնդիրը նա է, որ մոտեցումը գործընկերային չի։ Այսինքն մեր բան լեզվով ասած ամեն մեկը վերմակը քաշում է իր կողմ։ Ինչ կարծիք ես դրա վերաբերյալ։ Ինձ շատ հաճախ նախատում են իմոնք բառի համար, որը ես տենց իմպուլսիվ գրելուց ստեղծվել է ու շատ ճիշտ բնութագրում է այն դեպքերին, որտեղ ես իրան օգտագործում եմ։ Ես միշտ ասում եմ, ես ֆիլտրում եմ շուկան ու ներկայացնում եմ բացառապես լավ կազմակերպություններին։ Լավ ասելով նկատի ունեմ պրոդուկտը, մարդիկ եւ սպասարկումը։ Երբ որ երեքն էլ լավն է, խոսում ենք, զրուցում ենք, տեսնում ենք նորմալ մարդիկ են, լավ պրոդուկտ է, չեն խափում, ճիշտ լավ մատուցում են, սերվիս են տալիս, նոր ես իրան հանրայնացնում եմ դիզայներների, ճարտարապետների շրջանակում։
Ու ես միշտ ասում եմ, երբ որ իմոնց հետ եք աշխատում, ձեր կյանքում ամեն ինչ լինում է լավ, թեթև, հանգիստ եւ սահուն կերպով գործը գնում է առաջ։ Բազմաթիվ պրոյեկտների օրինակներ կարամ բերեմ, որ շինարարությունից, դիզայնից, մատակարարումից սկսած իմ կազմակերպություններն են մասնակցել։ Չգիտեմ, մեկը սանտեխնիկան ա տվել, մեկը կահույքն ա արել, մեկը շինարարությունն ա արել, շատ սահուն կերպով այդ պրոյեկտը գնացել է ավարտին, կամ եթե նույնիսկ այդտեղ խնդիր ա եղել, շատ արագ ես կարողացել եմ լուծել։ Դրա համար եթե մենք ֆիլտրում ենք այդ լավ կորիզն ենք վերցնում, ովքեր որ կարողանում են ճիշտ աշխատել շուկայում ու պրոյեկտները կառուցում ենք իրանց շուրջ, ամեն ինչ շատ լավ է լինում։ Դրա համար պետքա մասը լինել իմոնց, այսպես ասած, բայց ոչ թե ինչ որ դա բան կուսակցությունը աղանդա կամ չգիտեմ բանա, հասարակական կազմակերպություն, այլ ուղղակի գործով ապացուցված, բացված լավ ընկերություններ են, որոնք գիտեն իրենց աշխատելու ձևը ու կարող են օգտակար լինել ցանկացած ոլորտում։ Վերջի շրջանում տեսնում եմ, որ դու նաև հանրայնացնում ես ոչ միայն ճարտարապետներին ու դիզայներներին, այլ հենց քո ասած իմոնց որպես մատակարարներ, որպես բրենդի ներկայացուցիչներ, արտադրողներ եւ այլն։ Այդ մոտավորապես երևի թե 1-2 տարի է որ դրանով զբաղվում ես ու տեսնում եմ, որ շատ լավ միջոցառումներ ես կազմակերպում տարբեր բրենդների համար, տարբեր, չգիտեմ, պրոդուկտներ եք ներկայացնում եւ այլն։ Այսինքն դու դիզայներներին տալիս ես նաեւ հավելյալ արժեք, որպես իմացություն, որպես, չգիտեմ, իրանց հոգսը թեթևացնելու որևիցե մի միջոց ու ընդլայնում ես քո կուսակցությունը, ասենց ասած։ Տես Տարան ջան, իրականում դա շատ վաղուց եմ անում, շատ ավելի ոչ հանրային ձևով ենք անում այդ գովազդային բաները ու առհասարակի մեջը առաջը շարժվել դրա շնորհիվ, որ մարդիկ կարդում էին ու կարդում էին տեքստը միջև վերջ, որովհետև ես ոնց հիմա խոսում եմ, այդպես էլ գրում եմ։ Ու տակը գովազդ կար, օրինակ այսօր գնացել էի, չգիտեմ, X կազմակերպություն, պարզվում է բերում են տա ու հասնում էիր վերջին, տեսնում էիր, որ դու ինչ-որ ինֆո ստացար, բայց չէիր զգում, որ դա գովազդ էր։ Վերջի մի 3 տարում շատ ակտիվացան, ոնց որ կազմակերպությունների մեջ գիտակցությունը հասավ այն մակարդակին, հասկացան, որ իրենց պոտենցիալ վաճառողը դա դիզայներն է, եթե սովորական մարդը մի անգամ մտնում է իր տան համար կահույք առնում, դիզայները ամիսը 4 պրոյեկտ անում, կարա 4 տարբեր տան համար այդ նույն կահույքը նույն խանութից առնի։ Դրա համար այդ գիտակցությունը երբ որ հասավ այդ մակարդակին, սկսեցին իվենտները զարգանալ, որ բացվեց խանութը կամ 10 տարվա խանութ է, շարժը թույլ է, ասում է Ռոզա ջան, արխիվենթով մի հատ միջոցառում արա, բեր ինձ 50 լավագույն դիզայներներին, թող տեսնեն, ձեռք տան, շոշափեն, նստեն, հասկանան ինչքան լավն է ինքը, որ հաջորդ պրոյեկտում կահույք դնելուց հիշեն, որ այս լոքեյշնում եւս մեկ խանութ կա, որտեղից կարելի է օգտվել։ Իրականում այդ շատ լավ գործիք է բոլորի համար, թե արտադրողների, թե ծառայություն մատուցողների, թե դիզայներների, իրանց գործն էլ է հեշտ անում։ Իրանց համար առավել է հեշտ անում, որովհետև ես այն նախորդ ասածից նման պարտադիր ճշտում եմ, որ սրանք նորմալ կազմակերպություն են, իրանց սովորացնում եմ նույնիսկ այդ զեղչային մնացած համակարգերը ոնց աշխատել դիզայների հետ ու պատրաստի տալիս եմ դիզայներին։ Այսինքն եթե արխիվենթը դիզայներին հրավիրում է որևէ խանութ, այդ դիզայները վստահ է, որ այդ խանութում ինքը մաքսիմալ ստանալու է սերվիս, լավ պրոդուկտ, եթե անգամ խնդիր ունեցավ, շատ արագ Ռոզայի միջոցով այդ խնդիրը լուծվելու է։ Դրա համար իրանց համար սա ոնց որ ֆիլտր լինի, այսպես ասած։ Շատ լավ։ Բայց այս ամեն գեղեցկության դրականի ու բանի մեջ ես էլ դու էլ ինձ թվում է բոլորն էլ գիտենք, որ չկա ոլորտ առանց խնդիրների, չկա ոլորտ առանց խնդիրների ու ոնց ես տեսնում նախ խնդիրները, ինչ խնդիրներ ես տեսնում ու ոնց ես տեսնում դրանց լուծումները։ Տեսեք, խնդիրները շատ են բնականաբար մեր ոլորտում եւս հավերժական խնդիրը շինարարի ու դիզայների, ճարտարապետի հարաբերությունները եւ այլն, բայց ես հենց հիմա տառապում եմ դրա ձեռը իմ տան համար։ Քար արտադրողների։ Բայց մինչև չմտնես դրա մեջ չես հասկանա, չէ, իմ տունն են վերանորոգում ու երբ որ ասում են քո ջանի վրա չզգաս, ռեալ պատկերը չես հասկանա։
Հա, միշտ տենց է, բայց էլի այդ հարցին լուծում կա։ Օրինակ ես սովորաբար ինձ որ զանգում են ասում են Ռոզա ջան, սենց պրոյեկտ ա ու գիտեմ դա որ դիզայներն ա զանգում, ես իրան կապում եմ մի հատ նենց շինարարի հետ, որ վստահ եմ, սենց անթերի գծած դուրս են գալու այդ պրոյեկտից ու 99% տենց էլ լինում է։ Այսինքն որ դու ամբողջին տիրապետում ես, գիտես ով ում կատեգորիայի է, ում ինչ մակարդակի է, ինչ լեվելի գործ է անում, եւ ի վերջո կան միջին գործարողներ, շատ լավ գործարողներ եւ տենց գլխառադով արողներ երկու Իսկ ձեր մասը։ ոլորտում ո՞նց է հենց տեղ հարց առաջացավ, շատ կոպիտ ասած բոլորը իրանց տեղը գիտեն, այսինքն գիտեն, որ գիտակցում են, որ մենք միջին ոլորտի գործանող ենք, միջին լեվելի գործանող ենք, մենք բարձր լեվելի ու մենք high level-ի գործանող ենք, թե բոլորը high level-ի գործանող են։ Չէ, ովքեր որ չեն գիտակցում, ես տենց շատ նուրբ մատուցում եմ, որ այդ որ լեվելի մեջ է, բայց շատ ուրախանում եմ, օրինակ էս մեր նոր սերունդը շատ նախաձեռնող են, ուժեղ են, երեխեքը միանգամից երեխա կավարտում է իր ստուդիան է բացում եւ այլն, ես շատ ողջունում եմ այդ, բայց շատ եղել է դեպքեր, օրինակ իմեջի հետ կապված, տեսել եմ լավ դիզայներ է գործ անում, բայց մենք իրար չենք ճանաչում, ասում եմ չգիտեմ, որ միս դուխ ջան, ինչի՞ չես զանգել, ասել ես դիզայներ եմ, ինձ ներգրավի իվենտների վայր, ասում եմ ուզում էի մի քիչ էլ աճեի, մի քիչ էլ հասնեի այդ մակարդակին, ես տեսնում եմ դուք ում հետ եք աշխատում, ում եք ցում նոր ոնց որ զանգեի։ Ահա որ այն որ ուրախանում եմ, զմայլվում եմ, որ այդ գիտակցությունն են ու ի պատասխան դրան ասում եմ всё դու արդեն անցել ես առաջի լեվելը, եթե դու այդքան գիտակցություն ունես, էլի։ Այն մյուս կողմից էլ ձեր ասած կա, որ չափից շատ են մեծամտանում երբեմն ու հակառակը կա, շատ լավ դիզայներներ ունենք, ես մինչև անցյալ տարի չէի խառնվում գնային համակարգին, բայց անցյալ տարի բանից շատ խոսակցություն եղավ այդ դիզայնի գնի կարգավորման հետ կապված, իսկ սկսեցի Աստորեն դու ես դրա հիմքին կանգնեցնում։ բոլորին հարցնել ու բալանսի բերել ու ի զարմանս ինձ այն վճուրիկ դիզայներները, որ պիտի ավելի էժան ասեին, ավելի բարձր էին ասում, ու այն լավ բագաժով ուժեղ դիզայներները, ասենք ասում ես դրանից ավել չեմ կարող, ասեմ, չէ, ազնիվ չի այդքանը։ Ասում եմ, ոնց դու վաղուց պիտի այս շեմը անցած լինեիր, էլի քո գծագիրը պիտի այսքան արժանա, ասում է չեմ կարող ես այդ գինը ասեմ, բայց իրանից 10 տարի փոքր դիզայները արդեն մոտավոր այդքանով աշխատում է։ Փորձեցի ինչքան հնարավոր այդ բալանսը մի քիչ բերեմ ու շատ ողջունելի էր, որ բոլորը տենց լսում էին, դե գիտեմ, որ ես այդտեղ շահ չունեմ, ես դիզայն չեմ անում, ոչ մի բան չեմ անում, ուղղակի ուզում եմ ոլորտը կանոնակարգեմ, ասում են, բայց շնորհակալություն, ես գիտեի նորմալ գինեմ ասում, բայց փաստորեն կարելի էր մի քիչ ավելի քիչացնել կամ շատացնել։ Հա, եթե այդ դաշտում էլ կարողանում ես որոշակի ֆիլտր անել ու բանը պահել, այդ շատ լավ է։ Ռոզա, մի հատ թիվ եմ լսել, որը զարմացրել է, ուզում տենում եմ մեր հարակից, հա, ոլորտներից հարցնում եմ, քանի դիզայն ճարտարապետական ստուդիա կա Հայաստանում։ Արի ես քեզ դրա հետ մի հատ նախապատմություն ասեմ, երբ որ ճարտարապետ տարեգիրքը սկսում էի, ոչ միտեղ չկար տենց հավաքագրված ցանկ, որ կարայի վերցնեի ու սկսեի զանգել, ասել գիտեք, մենք ճարտարապետ տարեգիրք ենք անում, եկեք մասնակցեք։ Միակ տեղը այդ ճարտարապետների միությունն էր։ Ես գնացի այնտեղից ցանկ վերցրեցի, այն ժամանակ Մինասյանն էր, Մկրտիչ Մինասյանը մեր շատ սիրելի միության նախագահն, աղջկան ասեց, բանը քարտուղարային ցանկը տվեց, ունդեղ կար 700 գրանցված ճարտարապետ։ Իհարկե, հետո երբ որ ես սկսեցի զանգել, պարզվեց, որ այդտեղից 600-ը արդեն մահացած են վաղուց, բայց միության անդամ էին։ Հետո հաջորդ տարիներին արդեն համագործակցում ենք, պարոն Մինասյանը զանգում էր, ասում էր Ռոզա ջան, ինչ նոր արվեստանոցներ կան, դու ինձ ցանկ տուր։ Տենց մոտ 100-ից սկսել ենք, բայց հիմա եթե հաշվենք ճարտարապետ, դիզայներ, ընդհանուր արվեստանոցները իրար հետ, 300 եւ ավելի կա։ Ես գիտես ինչ թիվ եմ լսել, ոչ թե թիվ եմ լսել, այլ Անհատներով 1000-ից ավել են։ 4000։ Չէ, այդքան չունենք։ Սենց կոչված բան կա, տվյալների, հա, բազա կա։ Հա։ Ազատ շուկայում, որտեղ մոտավորապես 4000 ընկերություն է գրանցված։ Ինչքանով են աշխատում, չեմ կարող ասեմ։ Ինձ թվում է այդտեղ նաև գրաֆիկներն են։ Որտեվ դիզայներ երբեմն տենց խառնում են, էլի ինտերիերի դիզայներ։ Լավ, վերցնենք հիմքը 1000 ասեցիր։ Հա, 1000 անհատներով։ Տես, հիմա ես արվեստանոց եմ, իմ մոտ 4 դիզայներ աշխատում է, ես ղեկավարն եմ։ Այդ 4-ը կարան առանձին տիրույթներում գրանցված լինեն որպես ֆրիլանս դիզայներներ։ Գիտես ինձ ինչն է զարմացրել դրականորեն ու ուրախացրել, օրինակ Աստղիկի մոտ մեր շատ սիրելի
իր ստուդիայում աշխատող դիզայներները ամեն մեկը հնարավորություն ունեին, ես ամենայն դեպս տենց եմ հասկացել, ունենալ իրենց առանձին պրոյեկտները, որովհետև եղել է դեպք, որ Աստղիկը ինձ զանգել է, ասել է, չգիտեմ, մեր Լիլիթը իր պրոյեկտի համար կզանգի, ես ինչ հարցը մի հատ քննարկեք։ Այդ շատ լավ հնարավորություն է, բայց նույն պարագայում լսել եմ կարծիքներ, որ գալիս են, սովորում են, հետո դուրս են գալիս իրանց առանձին ստուդիաներն են ստեղծում։ Ինչքանով է այդ աճը շուկայական, հա, ինչ որ մի կետում մենք գիտենք, որ կանգնելու է, ինչ որ մի կետում ոնց էր մի ժամանակ որպես մասնագիտություն, թրենդային մասնագիտություն էր այդ ծրագրավորումը մեր տարիներին։ Հիմա թրենդային մասնագիտություն է դարել ճարտարապետ դիզայներները։ Ու այդ աստիճանական փոփոխվելու է, բայց այդքան շուկան կարիք ունի դիզայներների ու ճարտարապետների, ինչ ես կարծում։ Տես, եթե համեմատում ենք մոտ 10 տարի առաջվա, այն ժամանակ դիզայները դիմում էին բացառապես այն մարդիկ, ովքեր նախ եւ առաջ գումար ունեին, երկրորդը գիտակցություն ունեին, որ տարածքը պետքա ունենա դիզայներ, ճարտարապետ, որը ճիշտ պլաներովկա անի, դիզայն անի եւ այլն։ Հիմա փոխվել է ամեն ինչ։ Հիմա ուղակի երկու վարսավիր ամուսինները կարան առնեն փոքր բնակարան ու գտնեն իրանց լեվելի դիզայներ, որ անում է, չգիտեմ, 5000 դրամով դիզայն, բայց իրանց տունը պատվիրեն դիզայների, այսինքն շատ քիչ է լինում, տենց որ մարդը ինքը իր տունը դիզայն անի։ Իսկ առաջ մենք ազգովի շինարար էինք, մեծերը շինարարություն էին անում, տենց պատերը սպիտակացնում էինք ու վсё։ Դրա համար հիմա պահանջարկը կտրուկ մեծացել է։ Եվ այս բնակարանաշինության ֆոնին եւս հազարավոր բնակարաններ են հանձնվում ու եթե այդ սկզբունքով նայենք դրանցից ամեն երկրորդը, եթե ոչ ամեն մեկը դիզայների կարիք է ունենալու։ Ինչ վերաբերվում է այդ արվեստանոցներին, շատ ողջունելի է, որ հիմա ղեկավարները այնքան սմարթ են, այնքան բաց են, որ հասկանում են, բեցից հետո այս մարդը իր կյանքը ունի եւ եթե ինքը այդ պոտենցիալը ունի, չի հոգնում ու կարողանում է, թող նաեւ ինքը իր առանձին պրոյեկտները ունենա։ Եվ բնականաբար այդ առանձինը չի լինելու այն գինը, ինչ որ Աստղիկն է տալիս, որովհետեւ էսի թիմը արվեստանոց է եւ այլն։ Ու այսենց այդ գնա գոյացումից սկսած մինչև փոքր ու մեծ պրոյեկտներ իրանք ձևավորվում են ու ինձ թվում է հիմա պարապ դիզայներ, ինձ թվում է չէ վստահ եմ, պարապ դիզայներ չկա։ Նույնիսկ ես քանի որ մի քիչ կապեր ունեմ նաև դրսի հայ ճարտարապետների հետ, Մոսկվա, Ամերիկա, նույնիսկ Ստամբուլ, շատ հաճախ կապում եմ ու այդ գիշեր ցերեկ ռեժիմով երեխեք կան, որ ցերեկ ստեղ արվեստանոցում աշխատում են, գիշերը Ամերիկայի հետ գործ են անում։ Ոնտիր։ Հա, ես դա այդքան չեմ ողջունում, որովհետև մարդը պետք է հանգստանա, մարդը պետք է այլ գործով զբաղվի, երեկոյան խմի, քայլի, մի քիչ ուղեղը հանգստացնի, որ առավոտ նորից լավ աշխատի, բայց եթե դրա կարիքը կա, պետքը կա, այսպես ասած, եւ մարդը դեռ ֆիզիկապես կարողանում է, ինչի ոչ, կարելի է եւ այդպես։ Լինելով, հա, այդ դիզայն ճարտարապետական ոլորտի խմբագիր, sense ասած, կամ համակարգող, ինչ խորհուրդ կտաս օրինակ արտադրողներին, քար արտադրողներին, կահույք արտադրողներին, որովհետև մենք ոնց որ մեր հիմնական գործունեությունը հիմա հենց արտադրական ոլորտի զարգացումն է ընդհանուր առմամբ ու մեր տեսլականն է հայկական քարը դարձնել միջազգային բրենդ, ոնց որ ինքը եղել է։ Ինչ խնդիրներ ես լսում, ինչ խնդիրներ կան ընդհանրապես ոլորտի ու արտադրողների մեջ, եւ ես բոլորից եմ հարցնում, որպեսզի կարողանամ ինչ որ ձև ես էլ մեր ոլորտի համակարգման աշխատանքները ճիշտ տանեմ։ Էլի եթե համեմատեմ, ոնց որ ես հին մարդ եմ, որ ասում այն թվերին ուրիշ էր, հիմա ուրիշ է, ժամանակին առհասարակ քար արտադրողներին գտնել հետը կոնտակտի դուրս գալ բան, այդ տենց բան չկար։ Իրանք չաղ փորով ձյաձյաներ էին, որ տենց կոնկրետ թեմաների մեջ էին ու վերջ։ Դիզայներին չէին վերաբերվում առհասարակ ճարտարապետին, տենց կարող է մի երկու լավ ֆասադ բան արածելնեին, ճարտարապետի անուններ իմանային ու վերջ։ Հիմա շատ ողջունելի է, որ կա նույնիսկ միություն, կա հարաբերություններ, շփվում են իրար հետ, մարքեթինգ են անում, էջեր ունեն այդ արտադրողները, ասում են, այս ինչի հանքը, այն ինչի հանքը ու վերջ, տենց սպառնում կար ժամանակին տենց։
Ես ուզում եմ ստեղ շատ նաև ողջունել ու բարձրաձայնել Պետրոս Թոնի անունը, որ ինքը ստեղծեց ֆեստիվալը, որը այս ամեն ինչի ինձ թվում է հիմքը դարձավ։ Ժամանակին ոչ մեկ չէր մտածի, որ կարելի էր մի հատ բան անել, իվենթ անել, որտեղ կարային երկու քարարտադրող իրար կողքի լինեին, մի հատ էլ խմեին, ծանոթանային։ Բայց հիմա շատ ավելի smart են դարձել եւ միջոցառումներն են շատացել ու իրանք եւս այնի ասացի նման եկել են այն գիտակցության, որ ի վերջո իր վաճառողը ճարտարապետն է, դիզայներն է ու շատ լավ կլինի, որ այս մարդկանց հետ հարաբերություն պահել, միջոցառումներ անել, բարձրաձայնել իրենց մասնից խոսել ու ոնց որ այդ կոմունիկացիան ստեղծել։ Տես շուկան վերաձևավորվել է, եթե արտադրողի տեսանկյունից խոսենք, եթե այն ժամանակ մեր մոտ գալիս էին գնման, սեփականատերերը ու կառուցվում էր որոշակի հարաբերություն, այդ քո ասած փորով չաղձյալյաների երկու կողմանի, որովհետև այն ժամանակ ոչ բոլորն էին կարողանում իրենց թույլ տային բնական քար օգտագործել։ Հիմա մեր պատվիրատուն իրականում կամ ճարտարապետն է կամ դիզայներն է ու շատ դեպքերում գնորդը ինչ-ինչ պատճառներով չէլ խառնվում կամ չէլ ուզում ոնց որ իր անցավ գլուխը դնի ցավի տակ ու ընդհանուր պատկլուչ սենց ասած պատվիրում է դիզայներին, մնացած հարցերը լուծում է դիզայները։ Ու դիզայներների հետ հարաբերությունների տենց ակտիվությունը նաև եկել է այն ժամանակվանից, երբ որ ինտերիերում բնական քար օգտագործելն է դարել թրենդային։ Այո, դա էլ չկար մի ժամանակ։ Այդ մի ժամանակ ընդամենը ֆասադներն էին Այսինքն կար ուրիշ ձև էր, տանը ցայտաղբյուր էին հավաքում, լիքը տներ կար։ Ոչ միայն բնակարանի ներսում էլ Եթե տարբեր տեսակի աստիճաններ բաներ ուրեմն կար։ քար էր, բացառված էր ուրիշ բանով, Այդ աստիճանների ստանդարտ գաղափարներից լավ դուրս ենք եկել, ինքն մենք հիմա, չգիտեմ, պանոներ ենք հավաքում ինտերիերում, հեռուստացույցի ֆոներ ենք հավաքում, տարբեր տեսակի շատ ընտիր ու շատ թույն գաղափարներ ենք իրականացնում դիզայներների հետ։ Ու հենց այդ է եղել նաև պատճառը ինձ թվում է, որ կարելի է ինչ-որ ձև համեմատել ու հասկանալ, որ երկու ոլորտները իրար հետ, իրար օգնելով ինչ-որտեղ զարգացել են։ Թե մեր ոլորտն է զարգացել, թե դիզայներների ոլորտն է զարգացել։ Այդ զարգացման արդյունքում ու փուլերի ընթացքում իհարկե եղել են խնդիրներ, ես ինքս ունեցել եմ տարբեր տեսակի խնդիրներ, որոնց կարգավորման փուլերից հետո ուղղակի հասկացել ենք, թե ոնց է պետք որոշակի գործառույթներ փոխարինել կամ ունենալ օրինակ պրոյեկտ մենեջեր։ Այո։ Մեր ոլորտի համար, մեր արտադրության համար պրոյեկտ մենեջերը այդ ամենակարևոր իմ համար համենայն դեպս վերջի շրջանում ամենակարևոր ֆունկցիա կատարող մարդն է։ Այո։ Քանի որ մենք հիմա արտադրողների հետ ենք համագործակցում ու ես էլ իմ մասով գիտեմ, թե որ արտադրողը որ պրոդուկտն է լավ կարողանում արտադրել։ Ինքն կա արտադրող, ով որ ինտերիերային դետալներն է շատ լավ արտադրում, կա արտադրողը, որ սալիկներն է լավ արտադրում, ու այդ ֆիլտրի արդյունքում մենք էլ ենք կարողանում մատուցել ճիշտ ծառայություն։ Ու պրոյեկտ մենեջերի հենց հիմնական խնդիրը այն է, որ դուրս գա ֆրա այդ արտադրություններում հետևի պատվերների ընթացքին ու կազմակերպի վերջնական դրական մատակարարումը։ Այս ամեն ինչի մեջ նաև ես կուզեմ շեշտեմ, որ դու շատ ակտիվ կազմակերպում ես միջազգային թրիփներ, էքսպոներին ու ինչ է այդ ձեզ տալի, բացի շատ լավ ժամանցը, որը տեսնում եմ, ընդհանուր առմամբ գաղափարը որն է, թրենդները, թե էլ ավելի խորը ուսումնասիրությունը։ Տես, երբ որ դու դիզայներին ասում ես, սա շատ լավ բաժակ է, չգիտեմ, նյութը շատ լավն է, ֆորման շատ լավն է, հայտնի դիզայներ է գծել եւ այլն, ինքը լսում է քեզ, հավատում է կամ չի հավատում։ Երբ որ դու իր ձեռքից բռնես տանում ես գործարան ու ինքը այդ ծավալները տեսնում է, չգիտեմ, ամբողջությամբ ռոբոտացված գործարան է մտնում, որտեղ մի հոգի մարդ չկա, պրոդուկտը փոշին էս կողմից գնում է, այն կողմից սալիկ դարձած դուրս է գալի, արդեն իր պատկերացումը այդ սալիկի մասին լրիվ փոխվում է ու էլ ինքը չի հարցնում ինչի արժի այդքան, հասկանում է ինչի արժի այդքան։ Դրա համար ոնց որ այս իհարկե դա շատ վաղուց դրված շկոլա է Հայաստանում, որ դիզայներներին տանել գործարաններ, ցույց տալ, հետ բերել, որ կարողանան իրանք ավելի ֆունդամենտալ այդ նյութը օգտագործել։ Հիմա ոնց որ ես այդ process-ն եմ անում գործարանների հետ համագործակցությունը ու ինքը իր հետադարձ կապով մեծ էֆեկտ է տալիս, այսինքն այդ կազմակերպությունը, որ մի խումբ տանում է, հետո հաջորդ ամիս իր պատվերների քանակից հասկանում է, որ այս մարդիկ զգալով գալիս են այս նյութը առնելու։
Ինչ վերաբերում է ցուցահանդեսներին, այդ էլի ոնց որ ամեն ինչ դիզայներա մետ ենք անում։ Մարդիկ կան, որ 1000 տարի գնում են, մարդիկ կան, որ ընդհանրապես ի զարմանս ինձ, ես օրինակ զարմացել եմ այս տարի, որ շատ լավ դիզայներներ ունենք, որ սալոնայի մասին բացարձակ գաղափար չունեն, այսինքն չգիտեմ, որ կա տենց ցուցահանդես, որ ինքը դիզայնի կարելի ասել ամենամեծ ցուցահանդեսներից է, ամենամյա է եւ այլն։ Դրա համար ես ոնց որ այն մարդիկ, ովքեր տեղյակ չեն, չգիտեն, իրանց հետ գնում ենք տեսնեն, ծանոթանան, վիզուալները զարգացնեն, նորությունները տեսնեն, հասկանան ինչ նյութեր կա, այս տարվա թրենդները որոնք են, եւ իհարկե նաեւ կոմերցիոն տարել կա իր մեջ, այն կազմակերպությունները, ովքեր բերում են Հայաստան ինչ-որ պրոդուկտ եւ ներկայացված են սալոններում, ոնց որ միանգամից ցուցահանդեսում մենք եթե գործարան գնալը մի քանի օրանոց հաճույք է, ոնց որ սալոնեի մի օրում կարողանում ենք 4-5 տաղավար մտնել ու տեսնել այս մի պրոդուկտը, այն մի պրոդուկտը կազմակերպությունների հետ ուղիղ կապով իտալացիների հետ շփվել, հասկանալ այդ ինչա գալիս Հայաստան ու էլի նույն սկզբունքով սկսել դրանք ավելի լավ օգտագործել։ Ու հետո օրինակ բնական քարերի ինչ որ մի հատ դեկոր տենալ, նկարել, բերել, Բերել, ասել, ասել, խնդրում եմ, էս ենք սրանից ուզում, ստացեք, սրանից այո։ պետքա ստանանք, Բայց դուք էլ այդ մեզ էլ տանջվում ա եք, մի օգնում։ անգամ ստանում եք, հետո Այդ դառնում է մեզ էլ է սովորական իրականում բան, օգնում, այո։ որովհետև ունեցել ենք այտենց դեպքեր, Դուբայի էքսպոից, եթե ճիշտ եմ հիշում, նկարել էին բնական քարով ինչ որ էֆեկտ, ու ոնց որ շատ բարդ աշխատանք էր, որը չգիտեմ, իտալական կազմակերպություններում կարելի էր շատ հեշտ ստանալ, քանի որ սարքերն ու սարքավորումները այնտեղ դե բարձա որ շատ հագեցած են ու նորարար են, ու շատ դժվարությամբ, բայց կարողացանք ստանալ ու ստանալու արդյունքում դա դարձավ որոշակի ուղղություն արտադրողների համար։ Տես։ Հետո նայ, ոնց որ ճարտարապետը, դիզայները ստեղծագործ մարդիկ են, իհարկե շատ լավ է այս վերջի տարիներին շատ ակտիվ են համացանցում, տեսնում են աշխարհում ինչա կատարվում բան, բայց մի քանի տարի առաջ արվեստանոցկրսկի ինտերնետ չունեին։ Գարսյանը շատ հաճախ ինձ բան ա ուղարկում, հաստոցների ռիլեր ա Այ, ուղարկում, տես։ որ այս նելը մի հատ նայի, այս ինչ լավ հաստոց է, այս ոնց է կամ ինչա պետք ստանալու համար պրոդուկտը։ Հա, ու ես որ մի փոճուր ոնց որ բան եմ անում, ասում եմ, գիտեք, Դուբայում շինարարական լավ էքսպո կա, կարելի ասենք, կարող է 5 շինարարի զանգեմ, 3-ը գնա այդ էքսպոյին մասնակցի, ուզում եմ ասեմ, մերոնք պատրաստական են, ցանկությունը կա, ուղղակի կարող է ինֆոն տեղ չհասնի, ու եթե դու կողքից մի հատ բզում ես, ասում ես, սենց լավ բան կա, արի գնանք կամ գնացեք, միանգամից հավաքվում է։ Այդ հավաքվելու process-ին մի քիչ ավելի մանրամասն։ Նայ, մենք հիմա ունենք համախմբվելու սենց ասած խնդիր, ինքն մենք էլ ունենք մեր ոլորտի, խոշորագույն ցուցահանդեսները, Իտալիայում ամենամեծ մարմոմակը, չգիտեմ, կա Դուբայում, կա Սաուդյան Արաբիայում, կա Ռուսաստանում, ու ունենք այդ բոլոր կոմունիկացիոն, կապերը էքսպոյի կազմակերպիչների հետ, տարբեր տեսակի փաթեթներով, չգիտեմ, մուտքի արտոնագրերով եւ այլն, բայց համախմբելը դեռևս մեր արտադրողներին մեր մոտ այդքան էլ լավ չի ստացվում։ Հիմա հարցս որն է, պետքա սկզբից կազմենք ընկերական միջավայր, հետո որ ամեն մեկին հետաքրքիր լինի ընկերական միջավայրով էքսպո գնալը ըստ քեզ, թե ինչ որ մի հատ ուրիշ գործիք կա, որ պետքա օգտագործել։ Էդ էլ է տարբերակ, բայց մենք տենց չենք սկսել, նախ պետքա մի հատ շարժիչ ուժ, մի հոգի, որ կկազմակերպի։ Երբ որ մեկը ասում է գնում ենք այս ժամին, այս ինչ որ արժի, այսքան մասնակիցները սրանք են, արդեն մարդը կոնկրետ իրան ուղղություն է տալի մտածելու կամ հա կամ չէ, ընտրության առաջացնելու։ Ու թեկուզ 3 հոգով պետքա մի անգամ գնալ ու լավ հանրայնացնել դա, որ ինչ տեսակ մենք այսինչ տեղն ենք, այս հաստոցները, այս գործարանը, այս այդ որտեվ ինչ էլ տեսնեք, վաու է լինելու ստեղի մարդու համար, ու երբ որ ինքը տունը նստած թերթում է տեսնում է Տարոնը, Պողոսը, մյուսը գնացել են, հաջորդ անգամ ինքը ամեն ինչ անելու է, որ ձեր հետ լինի։ Ու մեր մոտ այդ հակառակ process-ն է, այսինքն մենք գնում ենք ու ճանապարհին շատ ընկերանում են մարդիկ իրար հետ։ Բայց այդտեղ մի հատ էլ փոճուր նյուանս կա, տենց կարամ գլուխ գովամելի, ես սովորաբար ֆիլտրում եմ մարդկանց, որ նույն level-ի, նույն մտածելակերպի կամ մի քիչ էս կոմենկոմ մարդիկ լինեն։ Չեմ ասում, ասենք
20 տարվա դիզայներ լինի, կարող է 20 տարվա դիզայներ լինի ու 3 տարվա, բայց իրանք իրար հետ շատ լավ սեղան նստեն, գնան գործարան, իրար հետ հաճույք ստանան, թեկուզ 2 ժամ ավտոբուսով մի քաղաքից մի քաղաք գնալը։ Ու այդ ճանապարհային այդ մտերմությունը ամենալավն է, այ իրանք որ հետ են գալի, վсё, դառնում են։ Ինձ թվում է նաև տեղ մի հատ շատ կարևոր ֆակտոր կա, այդ կանանց ներկայացված լինելն է, ձեր ոլորտում, մեր մոտ կանայք այդքան էլ ներկայացված չեն, բայց օրինակ ասեմ կան դեպքեր, երբ որ հա արտադրական process-ներին կառավարմանը կանայք չեն խառնվում, բայց սեփականատիրոջ կինը, չգիտեմ, այդ նույն սոցիալական մեդիա հատվածն է իրականացնում կամ վաճառքի հատվածն է իրականացնում ինչ որ մի կերպ։ Ինձ թվում է նաև իրանց էլ է պետք ներգրավել։ Իհարկե կարելի է, բայց մենք շինարարների տուրել ենք տանում, որ տղամարդիկ են սովորաբար լինում, այդտեղ մի քիչ երևի իմ գործոնը կա, որ որպես շարժիչ ուժ էլի, ես որ բոլորին ճանաչում եմ, գիտեմ ում ոնց զբաղացնեմ, ով ում կողքը նստածնենք, որ այդ կոմունիկացիան շատ լավ ստացի, ոչ մեկ չձանձրանա։ Ի սկզբանե իմ գործոնը եղել է թրիփներին գնալու այն առումով, որ ես կարողանամ մերեմ այդ խումբը ու ոչ մեկ չձանձրանա, չներվայնանա, չհոգնի, իրար հետ հավես ժամանակ անցկացնեն։ Հիմա եթե ձեր կազմակերպիչը լինի մի հոգի ու շատ լավը, միանշանակ կարա 1-2 թրիփից հետո դարձնի ինքը ավանդույթ։ Դե իրականում տես անցած տարի 25 թվականին մասնակցել ենք Մարմոմակին 3 կազմակերպությունով։ Դրանից անմիջապես հետո ոնց որ մի քանի օրվա տարբերությամբ Իրանի ցուցահանդեսներ, էլի քարերի ոլորտի ու բոլորս գիտենք, որ իրանական քարը այսօր հայկական շուկայում մեծ տեղ ու դիրք ունի ու ոչ միայն հայկական։ Իրանի ցուցահանդեսին արդեն մասնակցել ենք 7 կամ 8 հոգով, չեմ հիշում, ու այս տարի արդեն հիմիկվանից պլանավորում ենք նույն Մարմոմակը, Սաուդյան Արաբիայի էքսպոն, ակտիվությունը շատ-շատ է, ցանկությունները շատ են, բայց կա սենց մի հատ բան, որ դե քանի որ այդ process-ը մի քիչ երկար է, վիզաների աջակցություն, դեսպանատան օր եւ այլն, մարդիկ մեր ոլորտում ամենայն դեպս պատրաստ չեն երկարաժամկետում թրիփ պլանավորելու։ Այսինքն 3 ամիս առաջ զանգել եք կգա այդ ժամանակը կանենք էլի տենց ինչ որ մի հատ վիճակ։ Ժամանակ ասում եք, եթե վիզա ունես, օքեյ։ Չէ, չունենք ու չգիտենք այդ process-ին չենք մասնակցում, հա, չգիտենք այդ ինչքան process է, չգիտենք որ օր կա վերցնելու, ասենք որ էլի process է երկարաժամկետ եւ այլն։ Դե դրա համար եմ ասում, կազմակերպիչը շատ կարևոր է, օրինակ մենք մեր թրիփների ժամանակ չենք թողնում ընդհանրապես դիզայները ոչ մի բանի մասին մտածի։ Իրան ասում ենք, ես ինչ օրը դու դեսպանատունն ես, օրը վերցրած է քեզ համար, մաքսիմում տուրիստական գործակալությունների հետ էլ եք անպայման, լավ տուրիստական, որ ասում են գնում է 10 հոգանոց խումբ, խնդրում եմ հերթով զանգեք, ասեք ինչ նյութեր հավաքի, ժամանակին հիշացրեք, անդադ բզեք, որ հավաքեն իրանց, բայց օրը վերցրած են լինում, իրանք մտնում են դեսպանատուն, վճարումները անգամ անում է կազմակերպությունը, դիզայները ոչ մի բանի հետ կապ չունենում։ Ինքը իր վիզան ստանում է, այդ օրը այդ ժամին եւ բնականաբար մնացած բոլոր ծախսերը, բայց բացի դրանից պետքա թրիփը հետաքրքիր լինի։ Մենակ եթե տանեն գործարան ամբողջ օրը մանտանք բերենք, այդ հետաքրքիր չի։ Այնտեղ թե որտեղ ենք հաց ուտելու, ինչ թանգարան ենք գնալու, կողքից Դե ինձ թվում է այդ հիմա տենց բարդ հարց չի, բայց պետքա AI-ը մեզ օգնական է այդ հարցում, այդ բոլոր։ Ձեր դեպքում հələ ավելի հեշտ է, դիզայներներին մի քիչ զարմացնել, զմայլեցնել, դժվար է, հա, որ թանգարանում չեն եղել, որտեղ ինչ կա, ինչ կարան տեսնեն, ինչ ռեստորան գնանք, որ դժգոհ չմնան, որտեղ ինտերիերից սկսած մինչև ափսեի ընտրություն իրանք տենց մի հատ վերլուծելու են մեզ ուր տարան։ Դրա համար ինձ թվում է ձեր գնալը խաղ ու պար պիտի լինի։ Շնորհակալ եմ Ռոզա ջան, շատ ասենց խիտ ու հետաքրքիր զրույց ստացվեց, քանի որ մեր հյուրերի ցանկում հա հենց դիզայներներ, ճարտարապետներ, շինարարներ, կառուցապատողներ են լինելու, նշանակալի համարեցի, որ առաջին դեմքով, առաջին դիրքերում հա լինես դու ու քեզանով սկսվի ձեր ոլորտի հետ մեր այսենց անմիջական քննարկումները, որը ինձ թվում է երկու ստեկ օգուտ է տալու որոշումներ կայացնելու, պրոդուկտների մշակման ու ընդհանուր ոլորտների հարաբերության բարելավման ու ավելի բարձր մակարդակի վրա բարձրացնելու համար շնորհակալ եմ, որ ժամանակ գտար ու այսօր ստեղ ես։ Ես էլ եմ շատ շնորհակալ, նախ որ
ստեղծել եք sense podcast, որ այդ քարարտադրողների միությունը կարողանում է անել այս տեսակ բաներ, եւ ողջունելի է, ինձ թվում է հետաքրքիր լավ ճարտարապետներ, դիզայներներ ներգրավելու դեպքում շատ լավ զրույցներ են ստացվելու, ինչը օգտակար կլինի թե ձեզ, թե մեր ոլորտին, թե ուղղակի նայողներին։ Շնորհակալ եմ։